Առաջին ձյունը Ստեփանակերտի զինկոմիսարիատում դիմավորում են աշխատանքային փոքր-ինչ լարված գրաֆիկով, բայց տոնական տրամադրությամբ, ևս մի քանի նախապատրաստական աշխատանք եւ նորակոչիկներին բարի ճանապարհ մաղթելու ժամանակն է ավանդական մաղթանքներով ու տոնական երաժշտությամբ։ Ստեփանակերտի քաղաքային մշակույթի տան անձնակազմը փորձում է ել ավելի գունագեղ դարձնել օրը։ Տղաների տրամադրությունը բարձր է, հոգեբանորեն պատրաստվելու կարիք այսօր ավելի շատ ունեին նորակոչիկների հարազատները։ Եվ չնայած հուզված, բայց նաև հպարտ են, չէ որ նաև իրենց տղային է վստահվելու հայրենիքի պաշտպանությունը։ Խաղաղություն եմ ցանկանում, խաղաղ կապույտ երկինք եմ ցանկանում, որպեսզի բոլորը խաղաղ երկնքի տակ մեր հայրենիքի պատիվը բարձր պահեն, ծառայեն, իրենց հայրենիքի պարտքը վճարեն ու գան։ Բարի մաղթանք, բարի վերադարձ։ Իմ երկու որդիներս ծառայել են Արցախի պատերազմի ժամանակ, մեկը զոհվել է։ Հիմա ճանապարհում եմ թորանս, Արսեն Բլես։ Ես հաստատ համոզված եմ, որ ինքը իր հոր եղբոր պաշտպանած հողը սրբությամբ կպաշտպանի նույնպես։ Զինակոչիկներն ավելի համեստ են իրենց ցանկություններում, հավանաբար շփոթմունքն է խանգարում արտահայտվել տեսախցիկի ներկայությամբ, բայց զինվորական մասնագիտության հարցում արդեն կողմնորոշվել են։ Տղաներին հիմնականում հրետանավորի գործն է հետաքրքրում, իսկ թե որտեղ կծառան եւ ըստ այդմ ինչ զինատեսակի կտիրապետեն, կորոշվի վիճակահանության արդյունքով։ Պաշտպանության բանակում նման գործելավոճ առաջին անգամ չէ ընտրվում։ Ամեն մի զինակոչիկ ընտրում է իր ձեռքով, ընտրում է իր ծառայելու վայրը։ Այն տղան, որը չի ծառայում իր հայրենիքին, արդեն հաշվում է ինչ-որ միտեղ իր գործը թերի կատարած։ Մինչ վիճակահանության մասնակցելը նորակոչիկները լսում են նաև պապերի ու հայրերի խրատները։ Նրանք, ովքեր հայրենական մեծ պատերազմի ու արցախյան գոյամարտի ծանր օրերով են անցել, արցախցու հերոսական ուժի մասին են պատմել։ Պատմությանը ջեր հաղթանակով շրջած ավագ սերնդի ներկայացուցիչներն անավարտ գործերն են թվարկում ու հաստատում, որ նոր սերունդն իր առջև դրած պարտականությունները գերազանց է կատարելու։ Իսկ նրանք, ովքեր դեռ պաշտպանության բանակի շարքերում են, ծառայության առաջին այբուբենն են պատրաստվում սովորեցնել նորեկներին։ Նորակոչիկները պետք է պատրաստվեն, որ իրենք իրենց կյանքից 2 տարի նվիրաբերելու են հայրենիքին, պաշտպանելու են հայրենիքի սահմանները, այդ ընթացքում հնարավոր է որ տեսնեն մի շարք դժվարություններ, բայց երբեք չպետք է ընկճվեն, պետք է միշտ օրինակելիորեն կատարեն իրենց պարտականությունները, անսասան տանեն զինվորական ծառայության դժվարությունները եւ կատարեն այն ամենը ինչ նրանց հրամայում են իրենց հրամանատարները։ Տոնական երաժշտությունը շարունակվում է, հարազատները հրաժեշտի խոսքերն են փոխանցում, իսկ ընկերները, ովքեր նորեն ավարտել զինծառայությունը, վերջին խորհուրդներն են տալիս տղաներին։ Սամվել Բալայան, Մերուրան Հայրապետյան, օր